Եթերում լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարև ձեզ։ Եվրամիության անդամ 27 երկրները, այդ թվում Հունգարիան, հավանություն են տվել խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրմանը։ Հայաստանի հիմնադրամից օժանդակություն ստանալու հայտ էր ներկայացրել անցած տարի, սակայն Բուդապեշտն այն արգելափակել էր։ Երկրի արտգործնախարարը հայտարարել է, թե Հունգարիան դեմ չէ, որ Հայաստանը աջակցություն ստանա, պայմանով, որ նույնչափ օգնություն նաև Ադրբեջանին տրամադրվի։ Ըստ լրատվամիջոցների դիվանագիտական հանդիպումներից ու կուլիսային բանակցություններից հետո, սակայն Հունգարիան փոխել է դիրքորոշումը։ Եվրոպական խաղաղության հիմնադրամը 2024-ի հուլիսին 10 միլիոն եվրո էր հատկացրել Հայաստանի զինված ուժերի լոգիստիկ կարողությունները հզորացնելու եւ ճգնաժամային ու արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության բարելավմանը նպաստելու համար։ Այս անգամ գումարը կրկնապատկվել է, այն նախատեսված է առաջիկա 35 ամիսների համար։ Ռուս ուղղափառ եկեղեցում անհանգստացած են հայ առաքելական եկեղեցու շուրջ զարգացումներով։ Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավարը հայ եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskoposi հետ հանդիպման ժամանակ հայտնել է, թե իրենք խորապես մտահոգված են Հայաստանի իշխանության ներկայացուցիչների եկեղեցական գործերին կոպտորեն միջամտելու փորձերով եւ անընդունելի են համարում հավատացյալների շրջանում արհեստականորեն պառակտում հրահրելու փորձերը։ Եզրաս Սրբազանը հյուրին ներկայացրել է հայ առաքելական եկեղեցու ներկայիս իրավիճակը եւ շնորհակալություն հայտնել Մոսկվայի պատրիարքարանին ցուցաբերած համերաշխության համար։ Թրամփի ուղին դառնալու է Հայաստանի ամենամեծ անվտանգային սպառնալիքը։ Այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, շեշտելով, թե Թրամփի ուղին հայ-ամերիկյան պրոյեկտ է, բայց նախատեսված Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Ըստ նրա, տարանցիկ ուղիները ունեն երկու գործոն։ Առաջին աշխարհաքաղաքական կշիռ է հաղորդում նրան, ով վերահսկողության տակ է պահում տարածքը, եւ երկրորդը տնտեսական գործոնն է։ Քոչարյանի կարծիքով այս ծրագիրը կարող է Հայաստանին հանել այդ բախման կետից, եթե ընդլայնվի ու բոլոր խաղացողները դառնան շահառուներ, օրինակ Չինաստանը կամ Ռուսաստանը։ Խոսելով Ադրբեջանից Հայաստան վառելիքի ներկրման մասին, երկրորդ նախագահը հերքել է խոսակցությունները, թե մեր շուկայում բենզինի գինն իջել է դրա շնորհիվ։ Ըստ նրա, բենզինի էժանացումը կապված է համաշխարհային շուկայում նավթի գնանկման հետ։ Անդրադառնալով Արցախի ու արցախցիների վերաբերյալ հարցին, Քոչարյանը իրական է համարել միայն վերադարձի իրավունքի ամրագրումը, որին կհաջորդեն գույքային որոշակի իրավունքների շուրջ պահանջները։ Բազմաֆունկցիոնալ կենտրոն կառուցելու համար Երևանի քաղաքապետարանը կոտարի եւ հանրության գերակա շահ կճանաչի կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի Պասկևիչի բլուրը եւ հարակից տարածքները։ Կառավարության որոշմամբ մայրաքաղաքի գլխավոր հատակագծով Երևանի կենտրոնի հարավ-արևմտյան տարածքում Հրազդան կիրճի եզրով եւ Ծովակալ Իսակովի պողոտայով Երևանյան լճից դեպի Հաղթանակի կամուրջ Պասկևիչի բլրի եւ դրա հարակից մասում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ բնակելի, գործարար, դիվանագիտական եւ մշակութային միջազգային կենտրոն, բնակելի եւ համաքաղաքային նշանակության հանգստի գոտի։ Նշվում է, որ ներկայում տարածքի զգալի մասը զբաղեցված է գյուղատնտեսական հողերով եւ անհատական բնակելի տներով, այդ թվում ինքնակամ կառուցված։ Ըստ ծրագրի այդ տարածքում կստեղծվեն նոր ճանապարհային ցանց, ստորգետնյա ավտոկայանատեղիներ, կանաչապատ տարածքներ, հիմնովին կնորացվեն ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները։ Պետության անունից պայմանագիրը կկնքի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Միջազգային լրահոսից Իրանի բանակը պատրաստ է վճռականորեն արձագանքել ցամաքում, օդում կամ ծովում ցանկացած ագրեսիայի։ X սոցհարթակում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նրա հայտարարությունը հնչել է Վաշինգտոնի կողմից Մերձավոր Արևելքում նավատորմի տեղակայման եւ Իրանի հետ հնարավոր շփման գծի երկայնքով պաշտպանությունն ամրապնդելու ֆոնին։ Մեր քաջարի մարտիկները պատրաստ են մատները ձգանին անհապաղ եւ վճռականորեն արձագանքել մեր թանկ հողի, օդային տարածքի եւ ծովի դեմ ուղղված ցանկացած ագրեսիայի։ 12-օրյա պատերազմի ընթացքում քաղված արժեքավոր դասերը թույլ են տալիս մեզ ավելի վճռականորեն, արագ եւ արդյունավետորեն արձագանքել, գրել է Արաղչին։ Միևնույն ժամանակ նա ավելացրել է, որ Իրանը միշտ աջակցել է փոխշահավետ, արդար եւ հավասար միջուկային գործարքին։ Վրաստանից Ռուսաստան Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին գազով լցված բեռնատարը կողաշրջվել է եւ անմիջապես բռնկվել։ Վարորդը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ եւ հոսպիտալացվել։ Վթարի հետևանքով միջպետական ավտոճանապարհը գրեթե 12 ժամ փակ մնալուց հետո բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այժմին այսքանը, կհանդիպենք ժամը 17-ին։